Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, եւ սա արդեն մեր երկրորդ հաղորդումն է օրվա մեջ, եւ քանի որ կարևոր հարցեր կան քննարկելու, որոշեցի անպայման ձեզ համար պատրաստել նաեւ այս հաղորդումը։ Հիմա բավականին մեծ իրարանցում է աշխարհում այդ մաքսատուրքերի պատճառով։ Այս հաղորդման ընթացքում Հայաստանին վերաբերող հարցեր չենք քննարկելու, քանի որ ինչ որ կար ասել եմ մեր նախորդ հաղորդման մեջ, բայց ահա այս մաքսատուրքերի պատճառով բավականին մեծ իրարանցում է եւ բավականին շատ հարցեր կան հիմա քննարկելու։ Միանգամից հիշեցնեմ լայքերի համար, լայքերը դրեք եւ անցնենք առաջ։ Փաստացի դաշնակիցների միջև, ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև սա ամենամեծ լուրջ խնդիրն է հիմա այս մաքսատուրքերը, որը որ չեմ կարծում, որ երբևէ նման մեծ խնդիր գոյություն է ունեցել։ Ինչպես արդեն նշեցի նախորդ հաղորդման մեջ, կրկին հիշեցնեմ, որ այն ընդամենը 48 ժամվա ընթացքում 7 տրիլիոն դոլարի վնաս է հասցրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, պատկերացրեք, դա 7 տարվա Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական բյուջեին է հավասար։ Մենք նաև կխոսենք, թե ինչ փոփոխություններ կարող է տեղի ունենալ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերում, փաստացի ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաև զինված ուժերի մեջ մեծ ահռելի փոփոխություններ է մտցնում Դոնալդ Թրամփը, ինչպես նաև հարաբերությունների մեջ դաշնակիցների հետ։ Բայց սկսվում ենք այս տնտեսական մաքսատուրքերից։ Կանադայի արտգործնախարարը շատ կոշտ է արձագանքել այդ մաքսատուրքերին եւ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում, որին որ ես որքան հասկանում եմ ներկա էր նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, քանի որ նաև մասնակցում էր այդ հավաքին, եւ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին ասել է, որ նախկինի նման այլևս չեն լինի հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջև, դաշնակիցների միջև։ Այս մասին գրում է Պոլիտիկոն եւ նա ասում է, որ սա է իմ հիմնական ուղերձը, որ նախկինի նման այլևս չեն լինի հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Նրա խոսքերով Թրամփի այդ հայտարարությունը մեծ դժվարության առաջ է կանգնեցնելու 27 երկրների, Եվրամիության 27 երկրների, որոնք որ անհավասար պայմաններում են դրվում Ճապոնիայի, Թայվանի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի առջեւ, քանի որ դրանց տնտեսությունները եւս բավականին մեծ են եւ նման իրավիճակ չի եղել նույնիսկ 1930 թվականներին մեծ հայտնի դեպրեսիայի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այսինքն հիմա ամեն ինչ փաստացի վերանայվում է եւ Մելանի Ժոլիի խոսքերով Կանադան ամենքից շատ մեծ առևտրային հարաբերություններ ուներ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, շատ ապրանքներ էր ձեռք բերում Միացյալ Նահանգներից, ավելի շատ քան Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը եւ Ճապոնիան ներառյալ, այսինքն ընդհանուր միասին ավելի քիչ ապրանքներ էին ձեռք բերում։ Կանադան միայնակ ավելի շատ ապրանքներ էր ձեռք բերում Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ ինչպես որ վարվեց Թրամփը, իրոք շատ վատ է, փաստացի դա է ասում Մելանի Ժոլին։ Եվ վերջում նա ավելացնում է, որ այդ մաքսատուրքերը փաստացի վերջում վերածվելու են արդեն մեծ հարկերի Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար։ Գերմանիայից եւս կան հայտարարություններ, ճիշտ է այնտեղ էլ անորոշ է կանցլերի մասով, բայց Գերմանիան իր ոսկին է հետ պահանջում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, 120,000 տոն ոսկի ունի Գերմանիան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք որ կազմում են մոտ 113 միլիարդ եվրոյի գումար եւ հիմա փաստացի Գերմանիան որոշել է հետ վերցնել իր ոսկին Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Եվ կարևոր է այստեղ նշել, որ Գերմանիան փաստացի երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում ոսկի ունենալով, ոսկի պահելով, նրա ոսկու ընդհանուր պաշարները կազմում են մոտ 37%, ընդհանուր աշխարհում ինչ ոսկի որ կա, 37%-ը պատկանում է Գերմանիային եւ հիմա Գերմանիան փաստացի որոշում է կայացրել հետ վերցնել իր ոսկին Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Մենք նաեւ խոսել ենք Էմանուել Մակրոնի հայտարարության մասին, որով որ փաստացի նա կոչ էր անում բիզնեսին եւ տարբեր ընկերություններին այլևս ներդրումներ չանել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բավականին բարդ իրավիճակ է, Չինաստանն էլ է
պատասխանել, սրա մասին եւս կարծում եմ խոսել էինք, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա ահռելի մեծ տնտեսական վնասներ են կրում եւ նաեւ քիչ առաջ Նենսի Պելոսին հայտարարությամբ հանդես եկել շատ լուրջ ձևով դատապարտելով Դոնալդ Թրամփի այդ որոշումը, ասելով, որ դա շատ մեծ դժվարություններ է առաջացնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, նաեւ այն մարդկանց համար, ովքեր որ հիմա թոշակների համար են հավաքում, այսինքն թոշակների հարցը եւս թոշակառուները եւս կբախվեն ապագայում բավականին լուրջ խնդիրների։ Ամբողջ տնտեսությունը հիմա համաշխարհային փաստացի վերափոխման մեջ է, նավթի գները 4 տարվա մեջ ամենառեկորդային նվազումն են ունեցել, դա հարվածում է նաև Ռուսաստանի տնտեսությանը։ Կարծում եմ մասամբ այս ամենի մասին խոսել եմ, ուղղակի նաև նոր տեղեկություններ կային, դրա համար եմ այս ամենը փորձում իրար կապել, որ հասկանաք, թե սերելի հայրենակիցներ ինչքան բարդ է հիմա իրավիճակը։ Ես նույնիսկ կարող եմ սա համեմատել խորհրդային միության փլուզման հետ, իրոք շատ պատմական եւ լուրջ process-ներ են տեղի ունենում հիմա աշխարհում եւ մեծ փոփոխություններ են տեղի ունենում տնտեսության մեջ եւ տնտեսությունից բնականաբար եթե տնտեսական հարաբերությունները դաշնակիցների միջև փլուզվում են, ապա դա արդեն լուրջ խնդիրներ է ստեղծում իրենց հարաբերությունների մեջ եւ պաշտպանական համակարգը եւս կարող է փլուզվել եւ փոխվել։ Դրա վտանգը իրոք բավականին մեծ է։ Այստեղ հետաքրքիր մեկ հայտարարություն արել նաև JD Vance-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ JD Vance-ը, եւ նա չի բացառել, որ 28 թվականին նա եւս կարող է մասնակցել նախագահական ընտրություններին, եթե ընդհանուր այդպիսի որոշում կայացվի, այսինքն հնարավոր է 1 տարի փորձեն ընտրել JD Vance-ին, որ հետո էլի Թրամփը առաջադրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, մոտավորապես այն խաղը փորձեն խաղալ, ինչը ժամանակին խաղցեց Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում Մեդվեդևի հետ։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասով կարող եմ նաև ավելացնել, որ մեծ կրճատումներ կարող է տեղի ունենան նաև բանակում։ Ես այս ամենը չգիտեմ ինչքանով է քննարկում Ամերիկայի Միացյալ Նահանգների մամուլում, Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռուստաընկերությունները որքանով են այս հարցը քննարկում, կխնդրեմ մեր հայրենակիցներին, ովքեր որ դիտում են մեզ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, իրենք էլ թող կրեն իրենց կարծիքը, տեսնենք թե ինչ տեղեկություններ նրանք ունեն այս ընդհանուր կատարվածի հետ մեկտեղ։ Հիմա անցնենք բանակին, բավականին լուրջ մեծ մասշտաբային կրճատումներ են սպասվում Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակում, 90,000 զինվորականներ, մասնագիտացված զինվորականներ են կրճատվելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բանակի թիվը ընդհանուր հասցվելու է 360,000-ի, բավականին լուրջ կրճատում է, արդեն իսկ կան կրճատումներ 24,000-ի չափով եւ սրանք բավականին լուրջ փոփոխություններ են Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի մեջ, այսինքն տնտեսական հարցերից հետո Թրամփը նաեւ որոշել է զբաղվել Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակով, զորքով, նաեւ հարաբերություններով էր զբաղվել սրանից առաջ դաշնակիցների հետ եւ ահա հիմա հերթը հասնում է կամաց բանակին։ Այսքանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից Ուկրաինայի մասով կարող եմ ավելացնել, որ Եվրոպայի կողմից գլխավոր բանակցողը կարող է դառնալ Էմանուել Մակրոնը ռուս-ուկրաինական պատերազմի հարցով, եթե հիմա Եվրոպան ներգրավվի, ապա կարևոր բանակցողներից մեկը դառնալու է Էմանուել Մակրոնը։ Նաև Զելենսկին է մի քանի հայտարարություններ արել եւ փաստացի նա չի բացառել, որ խաղաղություն հաստատվի եւ մոտակա շաբաթների ընթացքում այդ խաղաղությունը հաստատվի։ Նրա կարծիքով Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա բավականին լուրջ բանակցություններ են այդ հարցով վարում։ Իմիջիայլոց այդ հատուկ բանագնացի Ռուսաստանի Դիմիտրևի մասով տարբեր շշուկներ կան, որ նա բավականին լուրջ տնտեսական առաջարկներ արել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ շատերը չեն նույնիսկ բացառում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնվել են եւ այդ քննարկումները ոչ այդքան Ուկրաինայի մասին են, որքան բիզնես շահերի, բիզնես ծրագրերի, բայց մենք ունենք նաեւ Մարկո Ռուբիոյի հայտարարությունները Ուկրաինայի մասով, որը որ ճիշտ հակառակի մասին է վկայում։ Տեսնենք հիմա, եթե ներքին ինչ-որ խաղեր են տեղի ունենում, բնականաբար դժվար է ասել, բայց նման կարծիքներ շատ փորձագետներ այնուամենայնիվ հայտնում են։ Ես կարծում եմ, որ մինչև ապրիլի 20-ը շատ ժամանակ, քանի որ չի մնացել, շատ շուտ մենք ամեն ինչ կհասկանանք
թե ինչ է իրականում տեղի ունենում ռուս-ամերիկյան հարաբերությունների մեջ եւ թե արդյոք պատրաստ է Ռուսաստանը գնալ խաղաղության թե չէ եւ ինչ անելու այդ պարագայում արդեն կոնկրետ Դոնալդ Թրամփը։ Հիմա խոսենք նաեւ Մերձավոր Արևելքից, վերջապես Թուրքիայի արտգործնախարարը հետաքրքիր հայտարարություն է արել Սիրիայի մասով։ Գիտեք, Իսրայելը 2-3 օր է արդեն բավականին լուրջ ավիահարվածներ է հասցնում Սիրիայում եւ դա տեղի ունենում այն ֆոնին, երբ որ Թուրքիան մտնում էր Իսրայել, այսինքն ուզում էր ամբողջ այդ բանակային ղեկավարությունը զորքերը վերցնել իր ձեռքի տակ։ Թուրքիան լռում էր, Թուրքիայի հայտարարությունները մենք տեսել ենք Իսրայելի մասով ագրեսիվ բավականին հայտարարություններ, բայց այս անգամ Թուրքիան լռում էր եւ հիմա Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է արել, ավելի ճիշտ արտգործնախարարը, եւ հստակ ասում է, որ մենք չենք ուզում կոնֆլիկտ Իսրայելի հետ Սիրիայում, որովհետեւ որ Սիրիան պատկանում է Սիրիայի ժողովրդին, սիրիացիներին, եւ Սիրիան նրա խոսքով չի պատկանում ոչ Թուրքիային, ոչ էլ Իսրայելին։ Եվ նա ավելացրել է, որ մենք չենք կարող սիրիացիների փոխարեն խոսել, սիրիացիները պետք է իրենց փոխարեն խոսեն, Սիրիայի անվտանգության հարցը պետք է որոշեն իրենք սիրիացիները, ու եթե նրանք ուզում են համագործակցել մեզ հետ, պետք է համագործակցեն մեզ հետ, եթե ուզում են համագործակցել Իսրայելի հետ, կարող են համագործակցել Իսրայելի հետ, ու եթե նրանք ուզում են նաև պայմանավորվածություններ ունենալ Իսրայելի հետ, դա իրենց գործը նպաստացի, այսպիսի հայտարարություն է արել Հական Ֆիդանը, չեմ կարող ասել թե սրա տակ ինչ կա, բայց կոնկրետ բախման չի գնում նա այս հայտարարությունով Իսրայելի հետ, դերևս Էրդողանը լուր է, ավանդության համաձայն նա է սիրում սուր հայտարարություններ անել, բայց թե ինչու հիմա այսպիսի մեղմ հայտարարություն է անում Թուրքիայի արտգործնախարարը դժվար է ասել, հնարավոր է իրենք տակից բավականին լուրջ, հնարավոր չէ գարեթի համոզված են, բավականին լուրջ աշխատանք են տանում Սիրիայի իշխանությունների հետ, Սիրիայի բանակի հետ եւ երևի հիմա շատ ավելի նպատակահարմար էր անել այսպիսի հայտարարություն, որպեսզի այդ քաղաքական բախում չառաջանա Իսրայելի հետ, բայց նույն ժամանակ իրենք միանշանակ շարունակում են իրենց գործը, բայց նաև տեսան թե որքանով լուրջ է տրամադրված Իսրայելը, քանի որ 2-3 օրերի ընթացքում բավականին լուրջ հարվածներ հասցրեց Իսրայելը Սիրիայում։ Սիրիայից նաև տեղեկություն կա, որ քրդերն են լքում Հալեպը, քրդերը դուրս են գալիս Հալեպից, եւ հիմա նաև շատ հետաքրքիր է տեսնել, թե ընդհանուր առմամբ քրդերը ինչ դիրքորոշում կունենան, ինչպիսի վերաբերմունք եւ հարաբերություններ Սիրիայի այս նոր իշխանությունների հետ, հաշվի առնելով, որ հիմա նաև Թուրքիան է Սիրիայում բավականին լուրջ ձևի ներկա եւ մեծ ահռելի ազդեցություն ունի Սիրիայի իշխանությունների վրա, չնայած որ կար ամիսներ առաջ հայտարարություն, որ քրդերը միանում են ընդհանուր զորքին եւ ընդհանուր սիրիական զորքի մաս են կազմելու, բայց ես նույն ժամանակ չեմ շտապի անել նախորդ ինչ որ հետևություններ նաև այդ առումով։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ նաև կրկին լայքերի համար բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն, կհանդիպենք։